Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, YouTube-յան դիտորդներ, եթերում Free News-ի եթերում մեր ու ձեր սիրված սև եւ սպիտակ ոդքասթները ես խեմ տենց ասում, որովհետեւ լիքը գրում են, մենք ձեզ շատ ենք սիրում, հաղորդումը լավն է, դրա համար ասում եմ մեր եւ ձեզ սիրված։ Սեր խոստովանելը վատ բան չի։ Հա, վատ բան չի։ Գնել Սարգսյան, Գագիկ Մկրտչյան։ Ողջույն։ Այս պահին ես անկեղծ լինենք։ Ոչ մի բան չենք մտածել։ Ուրեմն, բացի որ ոչ մի բան չենք մտածել։ Ընդ որում սա տոնական թողարկում։ Սա տոնական թողարկումն է։ Դրա համար ոչ մի բան չենք մտածել։ Զբաղված ենք եղել ամանորյա գնումներով։ Եկեր նայում ենք իրար դեմքի, ասում ենք ինչ որ բան առանձնացել ես չէ, բա դու չէ, դե չէ, լավ գնացինք, բայց ասեմ հետեւյալը, անկեղծ։ Դե անկեղծ։ Ուրեմն մենք այս որ ձայնագրում ենք, եթերա գնալու տոնական օրերին։ Այո, հունվարի 1, 2, մեր սեղանների շուրջ մարդիկ նստած։ Այսինքն նախ ես առաջարկում եմ լցրեք։ Եվ քաշեք։ Ափսեների մեջ քաշեք նկատում ենք։ Եվ իսկապես խոստովանենք մեր սերը մեր ընտանիքի անդամների հանդեպ։ Մեր միջավայրի այդ պայն սեղանի շրջով կլինի։ Մանավանդետորեն շատ ընդունված է։ Բոլորը իրար սիրում են, բոլորը իրար շնորհավորում են։ Ամենալավ տոներից։ Մեկ ամանորը մեկ վարտավառը։ Կարելի է 2 տոնը պայել են մնացածը պետք է չի։ Հա, լավ գոնե այս տարի պետք է չէ՞։ Մարտի 8, ապրիլի 7, չէ՞։ Տենց չէ, բայց կանայք հիմա կներկան կատակա, սա այն էլ ամանորյա տրամաբանությամբ։ Չէ, իսկապես սեր պետքա խոստովանել։ Ես մեկը իմ հայ ժողովրդին սիրում եմ։ Ես անկեղծ լինեմ, երբեմն կարող եմ բարկանալ որոշ անձանց վրա։ Կարող եմ բարկանալ որոշ ես քեզ մի բան ասեմ։ Հիմա կասեն նորից սկսին իրար ընդհատել։ Բարկանում եմ, որովհետև իմն է։ Մեր մոտ տենց է։ Մեր ժողովրդից ճկուն, ճարպիկ, կրեատիվ ժողովուրդ չկա։ Ինչա հաշվի առնելով ես ասում։ Ինչքան ես թռել եմ ինչ-որ երկիր, գնացել եմ օդանավակայան, իմ բեռներով, իմ ճամպրուկներով, միշտ ուշադրությունը սևեռել եմ այն բանի վրա, այ մորդ, բայց մեր ժողովուրդը շատ են հիվանդոտ։ Ինչ առումով։ Սաղ այդ սայլակներով գալիս մոտենում են մեր արտասահման գնացող ռեյսը։ Դու գիտես ինչից է։ Խիչարչարներ նաև հերթերի մեջ առաջ են գնել։ Տոմսը երբ որ առնում ես, դե կան օդանավակայաններ, որ շատ մեծ են իրանք, շատ մեծ։ Հա, անկապ մեծ են։ Ընդ որում դե մեր այն ժողովուրդը, որ անգլերեն չգիտի, մենակ ռուսերեն գիտի։ Դարի գտի ոնց ես դուրս գալու։ Հոլանդացու ես առաջին անգամ առա սարակ Փարիզում, որ օդանավակայանից դուրս եկա, կորել է։ Դե որ պատմել, այս դեպքը պատմում։ Կորել է։ Չէի կարողանում դուրս գալ։ Ու բացի այն որ հետս դրել են, այս բաստում են մեր լավախորը, այն սամիթը, սա շատ էր վեշերես։ Մեկ էլ տեսա մի հատ աղջկա, ով էլի իր ունեցածը շատ է, բայց ինքը երևում էր որ ֆրանսուհի է։ Ամենայն դեպս տեղացի է։ Ու բացի իր վեշերը, մի հատ էլ կատու, իր այն տեղափոխման վանդակը։ Ասի, եկեք ձեզ օգնեմ, mən որ նայում այնց, yəni մեկը լինի քեզ օգնի, այդ կատուն վերցրեցի, մի կերպ, ինչա որ ինքը ոնց գնում, հետևից գնում կարողանամ դուրս գալ, որովհետև ոնց պտտվում նույն տեղն է այդվում, շատ մեծ, բայց ինչի համար են անում, այնտեղ տոմսը գնելուց, ինչքան մի քանի կոպեկ ավել, մուծում է։ Չէ, շատ տեղերում չեն մուծում։ Տեղեր կա որ անվճար է։ Ո՞ր նշենք, որ առողջական խնդիր ունեմ, չեմ կարողանում քայլել։ Հա։ Դա այդ տվյալները գնում են երկիր, այնտեղ քեզ սայլակով արդեն դիմավորում են, որ քեզ հանեն դուրս քշելով։ Տոմսը էլ Լոս Անջելես որ գնում ես, էլ վերցնում են։ նայում ես այստեղ իրար ճանապարհելուց 30 սայլակ է այդում։ Արդեն դու կարաս վստահես, որ այդ 30 սայլակից 25-ը հայերն են։ Ուրեմն այստեղ տաշ-տուշ բարելով իրար ճանապարհում են, գնում աստում են այնտեղ լավ չեմ ուրջանը գալացկով տա։ Ու հենց այդ տղերքը հերոյանում են։ Դա առաջինն էլ իրանք են, դուրս գալիս։ Հա, հերթից դուրս են։ Հենց այդ տղերքը գնում են մի քիչ հեռու, նես լավ արջ։ Էլի արագ մի հատ էլ։ Ոտ իրանց ճամպրուկները քաշտալով գնում են։ Չգիտեմ, բայց գիտես ոնց ճկունություն է։ Հա որ։ Մեկ կան բաներ մեր հայկական իրականության մեջ, շուստրություններ,
որոնք որ շատ դեպքերում կարող է տվյալ իրավիճակում օգտակար լինեն, բայց ընդհանուր առմամբ բացասական բան թողնեն։ Դե, հա, դա Ասենք օրինակ։ Եթե խոսում ենք առողջական մասով, նախ առողջություն մաղթենք բոլորին, լցրել եք, չէ՞։ Բոլորիս առողջություն։ Անուշ արեցիք։ Բլինչիկից մի հատ քաշեք։ Ահա։ Ու Սուսան Տոտայի տոլմիցել անպայման քաշեք, թե չէ նեղանալու է։ Ահա։ Պասուց։ Դու պասուց լինի, հա։ Ուրեմն, որտեղ է եկել այդ առողջ, հա, նայ, մարդիկ կան, որ շուստրություն են անում, գումարներ են վճարում, որ հիվանդության թուղթ անեն, որ բանակ չգնան։ Հա, դե չէ, ես դրա։ Ու դա, չէ, օրինակ եմ ասում, բայց դա շուստրության դրսևորում է։ Հա, չէ, դա արդեն բացասական կողմ է։ Ու դա ազդում է պետական կառավարման վրա ոչ թե նրա համար, որ սա չգնաց բանակ։ Մենակ այդ չի։ Այլ պետությունը հաշվարկ է անում, որ իր երկրում 18-ից 20 տարեկան երիտասարդների մեջ ունի այսքան հիվանդ ու այսքան սխալ հաշվարկներով սխալ բյուջե է հատկացնում ոլորտներին։ Այսինքն արդյունավետությունը կառավարման լավ չի լինում։ Խառն է լինում։ Բանակը ունենում է խնդիր համալրելու ու սենց շարունակ։ Ռազմավարական իմաստով թեկուզ բան առաջնորդության իմաստով, հա, ոչ միայն ռազմավար, առաջնորդության։ Երբ որ ասենք լինում են սպառնալիքներ, չէ՞ որ այնտեղ անվտանգության նիստերում ու հաշվի են առնցվում, չէ՞։ Հա, մենք ունենք այսքան մարդ, որ կարա զենքը վերցնի, օրինակ, հա։ Այսինքն ամեն մեկը մի հատ շուստրություն անելով, այն թիթեռնիկի էֆեկտն է, որ ասում է Չինաստանում թիթեռնիկի թևի շարժումը կարա Միացյալ Նահանգներում ցունամի առաջացնի։ Այդ նույն շուստրությունը գալիս է նաև տները առաջ տալու տրամաբանություն։ Տները որ առաջ են տալիս, դա ամբողջ շենքին է խանգարում, ասեմ։ Ես շենք գիտեմ կենտրոնում Թումանյան փողոցի վրա։ Նախորդ անգամ զրուցում էինք, իսատ մնաց։ Մի 16-17 տարի առաջվա բան եմ պատմում։ Ուրեմն մի ընկեր ունեի, ով տոլ են ասում, տոլին ոնց են հայերեն ասում, որ կռներում տանիքի համար երևի, հա, ինչ-որ այդ գործն էր անում, բավականին էր մասնագիտորեն շատ լավ անում էր։ Ինքը գալիս ամեն անգամ պատում էր, չեք պատկերացնում, այդ որ ավելացնում են, անգամ ոչ թե վերևից կախածը, դեռ գետնին կպածովը, շենքը մեջտեղից ճղված, ճղված վիճակում ենք։ Դա սեյսմիկայի վրա էլ է։ Իհարկե, որովհետև այնա ֆունդամենտը խորն է, սրանը սաղը, ինքը ծառայությունը քաշում, բացում է։ Ոսում այդ, ես չգիտեմ, այդ ճղած շենքում Այն ժամանակ էլ էլի թանկեր չէ կենտրոնում տները $200,000-$250,000 են։ Հա, այն պարագայում, երբ որ օրինակ Բանգլադեշում 40,000 էր։ Այս տարբերությունը կա։ Ով է տալիս այդ փողը առնում այդ տունը։ Այսինքն ամեն մի հարևանը, դու որպեսզի քո հարևանին վատություն չանես ու չխանգարես, որ ինքը կառուցի, դու վատություն ես անում քեզ ու քո շենքին։ Գովազդ է գնում, ասում է դիցուկ նորքի առաջի զանգվածում, առաջի հարկում վաճառում է բնակարան, թվում է առավելությունները, բաները ու 50 մետր հող։ Հարց առաջանում չէ, բնակարանը իր տարածքից դուրս չի կարա հող ունենալ։ Ամբողջ շենքի հողն է, իրանով արել մենակով ծախում։ Շենքի դիմացի է տարածքը sense դրել է, այն իրանց լեզվով ասած չափարն ու զաբորը քաշել։ Այն ժամանակ էլ մի 2 կոպեկ տվել է հաստատ օրինականացրել է։ Մի հատ էլ թուղթ է ունեցել պատերազմի մասնակից եւ այլն, այն ժամանակ էլ համայնքապետերն է գիտես ոնց են վերաբերվում այդ ժողովրդին ու ստացել է մի հատ թուղթ, որ այդ իր սեփականությունը։ Հանրային տարածքը իր սեփականությունը։ Սա մեր իրար չհարգելու դրսևորումներից մեկը։ Ու այս ամեն ինչը շատ է։ Ես ասեմ ավելին, այդ հայտարարությունների հետևից եթե գնայինք ժամանակին, Հայաստանի Հանրապետությունում մենք ամեն քայլափող կտեսնենք բացահայտ հանցագործության մասին հաղորդում։ Ես օրինակ բերեմ, կներես, մի անգամ եղավ այդպեսի խոսակցություն ու պետական այրեր էին ներկա, ես բարձրաձայնել եմ այդ հարցը, դրանից հետո ահագին խստացվել է։ Չգիտեմ, իմ ասացի հիմա վրա թե իրենք արդեն պլանավորել են, մի քիչ շատ տենց բան չանեմ, էլի։ Ուրեմն, այն որ գրվում էր, հիմա նկատել եք, որ շատ քիչ է։ Գրվում էր, պահանջվում են երիտասարդ աղջիկներ, 20-25 տարեկան, չգիտեմ, մակրոյի, բարետես արտակինով 70 հատ լեզու։ IT ոլորտի, IT բառը չկար, չէ՞ ջան։ Մի խոսքով, սենց բարետես, գեղեցիկ, գեղեցկուի, բոյը էսքան, լենքը էսքան,
մակրոյի աշխատելու, օրինակ, կամ մենեջեր աշխատելու։ Սա հիմա այդ հայտարարությունները եթե նկատել եք շատ կամ քչացել են կամ չկա։ Սա ես ներկայացրել եմ ու ասում եմ, սա տրաֆիկինգի մասին է։ Իհարկե։ Սա փակցված, պատին փակցված տրաֆիկինգ է։ Հա։ Ինչ է նշանակում բարետես, նախ չի կարելի մարդուն իր ֆիզիոլոգիական արտաքինով դա աշխարհում դա աբորիգենիզմ է դիտարկում։ Պատկերացնում ես Ամերիկայում հայտարարություն լինի, որ գործի ենք ընդունում մարդու կամ հրավիրում ենք, հանկարծ չաղ չլինի։ Հա։ Մյուսօրը իրան նախագահով բանով կա անենոտերով, որ չի կարելի դա։ Դրա համար մենք նաև այսպիսի բաները մեզ դեգրադացրել է, որ մենք անգամ քաղաքաշինության մեջ մինչև այսօր 21-րդ դարն է մեր հաշմանդամները տեղափոխման խնդիր ունեն։ Իհարկե։ Մայթերով, ես դեռ չեմ խոսում շենք բարձրանալիչները, ես խոսում եմ մայթերով։ Ասեմ ավելին, մենակ հաշմանդամները չէ, Մկրտչյան ջան, մենակ միասին գնանք բանով մի հատ անցնենք այն հայտնի գրիլների փողոցով։ Հա։ Ասենք փորձենք գումի շուկայից գնանք բոլորիս հայտնի պապածա գնդի կողմ, ոտքով։ Տեսնենք մենք կարող ենք մայթով գնալ։ Չես կարող։ Դու պետք է մեքենաներին խոյահարելով գնալ։ Բայց ես այստեղ անկեղծ լինեմ։ Այդ մարդկանց չեմ մեղադրում։ Ես չեմ կարող իրանց մեղադրել։ Միջավայրն է այդպեսին եղել, իրանք էլ են կարողացել, են կպցրել։ Բայց ես այստեղ մեղադրում եմ այդ միջավայրը ստեղծողներին եւ թույլատրողներին։ Այո, այդ կառավարիչներին, այդ դեգեներատիզմը մեր ուղեղի մեջ դնողներ, մեզ չկրթողներին որպես քաղաքացի։ Հա։ Որը որ բացի իրավունքները կարող է հարգել նաև դիմացինի իրավունքները եւ գիտակցել, որ նա նույնպես ունի իրավունքներ։ Այո։ Ասենք օրինակ Միացյալ Նահանգներում եթե պետք է լինում, կամ ուրիշ երկրներում պետք է լինում գեղեցկուի աղջիկ ինչ որ պրոյեկտի համար, ասենք գրվում են անհրաժեշտ է մոդել։ Հա։ Այսինքն իրանք մոդել բառն են օգտագործում, այսինքն մոտավորապես այս չափանիշներով մարտապետ, որտեվ այսինչ բանն ենք անելու։ Համապատասխանող, էլի, ոչ թե ռեստորանում Հետո մի շատ կարևոր հանգամանք, էլի քանի որ ամանորյա է, միշտ պետքա ինչ-որ լավատեսական բաներից նաև խոսենք։ Սաղ տանում ենք հեսա դեպի լավատեսություն։ Լրիվ գնում ենք լավատեսություն։ Այն որ ասում ես ժողովուրդ իրար հարգեք ու սերեք, այդ պետքա լինի բառացիորեն։ Մի մտածի այդ ամեն ինչի մի նայի քո ճոխ մեքենայի լուսամուտից։ Այն դիմացինը քո ծառան չի։ Դիմացինը քեզնից ցածր չի։ Դիմացինը իր իրավունքներով ամեն ինչով քեզ հավասար մարդ է։ Աչքովս ընկա։ Ով ուզում է լինի այն պարկով շի, չգիտեմ, ուզում է լինի փողոցը մակրողին, շատ հարգելի մարդը, որը որ մեզ զրկում է աղբից ու փոշուց։ Այո։ Բայց այնպես կարող է, չէ, անցնեմ մի հատ էլ այնպես կամ հեշտ որ չէ, անցնեմ մի հատ էլ մեքենա։ Որովհետև իրանք չեն անցել դրա միջով։ Տես, դա մի քիչ ավելի խորքից պիտի գա։ Օրինակ ես երբ որ Նիդերլանդներում էի, մի 20-25 տարի առաջ, տեսնում էի երեխաների, անչափահաս երեխաների հեծանիվով առավոտները թերթ էին բաժանում, այնտեղ գրեթե բոլորը գրանցված են, էլի օրաթերթերը ստանալու։ Առավոտյան այդ փոշտաների մեջ լցնելով գնում էին դպրոց։ Իրանց ձեռքը դե օրենքը արկելում անչափահաս երեխային փոխանցած։ Իրանց ձեռքը ոչ ոք փող չէր տալիս, բայց կար կൂട്ടակային քարտ, դա այդ գումարները հավաքում էր։ Այսինքն ինքը էժան աշխատուժն էր։ Անչափահասը աշխատում օրը մի ժամ, դե ասենք այդ ինքը էժան աշխատուժն է եւ բացի դա նաեւ դա կրթություն է։ Դա դաստիարակություն է։ Ինքը դրանից հետո դպրոցից հետո երբ որ ընդունվում է բուխ կամ բան, խնդրեմ, գումարը կա, արդեն սկսում է դա օգտագործել, դա զուգահեռ աշխատում էր էլ մատուցող, էլ հավաքար, ամեն ինչ։ Այդ ժամանակ դեռ այստեղ մատուցողին շվացնելով էին կանչում, ապտակը լավ մի հատ այս կուլտուրա մեր մոտ դեռ ցիգանակ, չեմ ուզում ազգեն, չէ, հանկարծ ստացվում է։ Մի խոսքով Այս երեխան, եթե իր մասնագիտության մեջ հաջողեր ու հասներ բարձունքների, ըստ քեզ, ոնց էր վերաբերվելու ինքն իր հերթին, թերթ բաժանող կամ բացող աշխատող, ինքը անցել է դրա միջով։ Սա դաստիարակությունն է։ Քրքը թերթ էր բաճ։ Այո, սա քաղաքացու դաստիարակությունն է։ Մեր մոտ ոչինչ չեն անի, ախպեր հարմար գործ չկա, հարմար աշխատանք չկա, վեր կգնան արտերկրները աշխարհի գործը կանեն, աշխարհի
Ես դրա համար իմ հաղորդումների ժամանակ եմ ասում, ես աշխարհի ամենահպարտ մարդկանցից մեկն եմ, որովհետև ես բանվոր մարդու տղա եմ։ Իմ հերը հալալ քրտինկով, որովհետև ես տաժանակիր աշխատանքով շինի զավոդում ավադողեր ես ինքս բանվորություն արել ես էլ եմ արել պահակություն բանվորություն մատուցող համբալություն ես գնացել վառած մեջքովս անգամ պարսիկի ապրանք եմ դատարկել գումար եմ վաստակել աշխատել եմ ոչ գողացում ամոթը չաշխատել այո բայց արի ու տես որ ուզենք չուզենք տես կպնելու են քաղաքականության չնայած մենք բոլորս քաղաքականության արդյունք ենք այսպես թե այնպես բայց արի ու տես որ օրինակ ազգային ժողովում ներգրաված ընդդիմադիրների կայքերը ինչեր են տարածում մեր հարգարժան լրագրողներից Վովա Հակոբյանը Civic-ի բանա ով նաև հիմա падգամավորի քաղաքացիական պայմանագրով չէ ԿՊ-ի ցուցակում է այդ ուզում է քաղաքական առաջխաղացում փորձում գրանցի իր համար ես հաջողություններ եմ մաղթում նրան շատ adekvat շատ լավ լրագրող է ինքը ամենահամարձակ հարցերն ինքն է տալիս ոնց որ մեջների ընդդիմադիրը ինքն լինի գրագիտության տեսանկյունից այս տղան աշխատել է բան առաքիչ հեղափոխության ժամանակներով գցել են առաքիչ աշխատած падգամը մարդուն падգամ ինչ որ ասես բաներ են խոսում այս չեք կամ Աշոտը Փաշինյան վարչապետի տղան գնացել իր համար աշխատում էր գնում եկել է բան ասում սա ինչի սա Ինչ մշակույթի մասին է մտածենք այդպես թե չմտածենք բայց կա նաև մյուս ծառ որովհետև մենք ես էլ դու էլ Մկրտչյան ջան լինելով հեռուստատեսությունում ունեցել ենք շփումների այնպիսի լայն դիապազոն որ հաստատ մենք էլ կարող ենք այսօր միլիոնատեր լինել եթե մի քիչ կռիս լինենք չէ կամ մի քիչ տկած ունենայինք մնացածների կամ մի քիչ մեր խիղճը ծախենք ապրես հանենք դնենք վաճառքի ասենք այսքան արժի ապրես Հա, բայց մենք ինչ ենք այս վիճակում, նստած ենք ամանորյա եթերին, իսկ մի հատ շամպայն։ Հա, բայց նայտես, էլի բերում եմ դեպի լավատեսության դաշտ, նաև շատ լավ ժողովուրդ ենք, տես, մեր ժողովուրդը ոնց են դիմում իրենցից տարեցներին։ Հոպար, հայրիկ, մորաքուր, մորքուր, հոպար, հայրիկ, Դիմելած է ուրիշ չկա։ Ասեմ չեն ասում ծերունի կամ չգիտեմ տարեց։ Բիցա մենք ենք ասում են, բայց դա ավելի մորային է։ Բացի անվանարկելը նաև չեն շփվում որպես հավասարի հետ։ Հա, այսինքն իրենք այդ բանը պահում են։ Ու ընդ որում, այստեղ մի հետաքրքիր բան կա։ Այն փողոցային մեր ըմբռնումով, հա, փողոցային կյանքով ապրող երիտասարդները անգամ, ինչը շատ վատ է, տղեկ ջան, լավ կլինի կենտրոնանաք իսկապես կրթության ու աշխատանքի վրա կյանքը անցնելու է ու հասկանալու է, որ իրանց լեզվով ասած վիզ դրեց աշխատելու համար, ես որպեսզի ձեր գլխին քարոզ կարդացողը չլինեմ, դուք ձեր կյանքը, բայց անգամ այդ մակարդակի տղերքը Չափազանց հարգանքով են վերաբերում ցանկացած մեծ անգամ կարող է այս մեծ մարդը իրան լակոտի նման դրսևորի ինչը որ շատ հաճախ լինում է սրանք մինչև վերջ փորձում են համբերատար լինել հոպար ջան կգնաս հա հարց չկա են որ այսպես դա էլ եմ ասում բայց էդ էլ է գալիս ամեն դեպքում տնից օջախից ստացած կրթությունից եւ իհարկե բակից շրջապատից որտեվ տեսել են դա Ավելին մեր սերունդը, իմ սերունդը, տեսել է նաև այն, որ մենք դրսում ասենք երեխեքով խաղում էինք ու բավական է մենք տեսնեինք մեր շենքի բնակիչներից մեկը, պարտադիր շենքի, մեկը անցնում է տարիքով, բերով գնում է, վազում ենք ձեռից վերցնում էինք, տոտա ջան, մորկուլ ջան, դուր օգնեմ կամ էս ինչ ջան, այն ինչ ջան ու նաև պատիվերը, որ շենքի մեծերից, մեր ծնողների տարիքի մարդկանցից մեկն ու մեկը լուսամուտը բացեր, կոպեկը գցեր կամ ռուբլին գցեր, ասեր տղա ջան, մի հատ կգնաս ինձ մի հատ հաց բեր, սիգարետը չեմ ուզում, ասեմ, բայց դա էլ կար, փաստ էր, բայց մեր համար դա պատիվ էր։ Այսինքն մեծի հանդեպ հարգանք, մեծի ուշադրության արժանանալ, դա պատիվ էր։ Ավելին ասեմ, փորձեր մեկը
մեր շենքի աղջիկների հանդեպ ոտնձգություն անցանոթ մեկը հացնում էր բակով պատրաստում էր բայց անգամ ես անկեղծ լինեմ այդ դասիրակությունը ինձ ուրա տարել ես մեր բակի աղջիկներին չեմ կարացել ուշադիր լինեմ ես անգամ նրանց անունները չգիտեմ դեմքով կարողա չիմանամ որովհետև ամաչել եմ նայեմ իրանց վրա հա էդ էլ ուրիշ որ կարա էդ էլ ուրիշ կթական ամաչել եմ նայեմ որ մեր բայց որևիցե մեկը որ գար հանգարց հետաքրքրվելու է կամ խաթի ախտերներն են գել հայացի դες չեք էլ ճանաչում է տա բայց հələ ոնց մեր տա բայց չգիտեմ դրա մեջ կա ինչ որ լավ բան բայց կարծում եմ նաև ինքը հանգիստ կարող ունենա իր բացասական ելևէջները դու սեքսիզմի իմաստով ես ասում չէ օրինակ ասենք լինում են շատ մարդիկ ամենատարբեր են լինում երիտասարդները չէ հատկապես տղերքը ովքեր որ ավելի համեստ են ավելի այնքան էլ համարձակ չեն բայց իրենք լավ մարդիկ են ու լավ ապագա կարող են ունենալ ու ինչ որ գեղեցիկ ընտանիք կարող են կազմել այսինքն մենք կոնկրետ միջամտում ենք ապագայի գործերի ու խառնում ենք որովհետև որ մի համեստ ու ոչ համարձակ տղեն կկանգներ հետներս միջև գնաց տեղից ու всё գնացինք հա բայց չէ ամեն դեպքում այն աղջիկները լստած պասպորտ եկը ուզում էլի չէ բայց այստեղ ես էլի կարամ վիճեմ այդ տղեն գալիս եմ այն լեքսիկոն աստղ գնում ուրիշ ավելի լավ չէ եթե ինքը ուզող էր ուրեմն ինքը այդ աղջկան կհանդիպեր դպրոցի ճանապարհին որտեղ որ գնում էր այդ աղջիկը ասենք ուսումնարանա չգիտեմ դպրոցա տեխնիկումա ինստիտուտա ելքը կգտներ իսկ եթե չէր գտնում ուրեմն ճիշտ են արել լավ համոզեցիր մեծ հաշվով կարելի ասել համոզեցիր որովհետև իսկապես եթե սիրում ես առասարակ Նիչեի այդ խոսքը շատ լավն է ասում է սերը ինչ որ մեկի կամ ինչ որ բանի հանդեպ նախ եւ առաջ էգոիզմի դրսևորում է որովհետև դա տեղի է ունենում մնացածների հաշվին հա մեր խոսակցությունը մի քիչ հա բայց մենք մտել ենք ուրիշ դաշտ արդեն բայց մենք ոնց որ պետքա գնանք ընդմիջման հա դա ասում էլի արդեն ոնց որ մենք ենք գովածը կարճատև դաթար ահա վերադառնանք ես գիտես ինչ հիշեցի քանի որ խոսում ենք այդ հորեղբայր մորակույր, հոպար, մորկուր, բան դիմելա ձևերից մանավանդ ուզում եմ դիմեմ ավելի շատ տղամարդկանց թե իմ տարեկիցներին, թե քո տարեկիցներին, թե ավելի երիտասարդներին որոնց մեծ մասը նաև մեքենա է քշում տղերք ջան, հարգելիներս մեքենայից սիգարետ մի շպրտեք առհասարակ փողոցում էլ մի շպրտեք դուք ձեր մեքենայի միջից նետում եք ձեր տան մեջ որովհետև մեր պետությունը մեր բոլորիս տունն է ընդ որում դուք նաև առհավարում եք այդ նույն մարդկանց որոնց մորքուր էիք ասում հավասարացնելով ձեր մորը որոնց հոպար էիք ասում հավասարացնելով ձեր հորը այսինքն եթե այդ մաքրությունը աներ ձեր մայրը կամ ձեր հայրը սա աշխատանք է սա ստորադասում չի դուք կշպրտեիք այդ սիգարետը իհարկե չէիք շպրտի ահա ես դες մի քիչ խոսքերով շատ գնացինք անցյալ ես առաջարկում եմ քանի որ ամանոր է մի փոքր էլ գնալ ապագա որովհետև ամանորի խորհուրդը հենց դա է որ մի տարի էլ ոնց որ ոչ թե անցավ այլ գալիս է եւս 1 տարի հա լծրածա չէ ժողովուրդ ջան շնորհակալություն ասեմ որ ես կարծում եմ 26 թվականը ոչ թե իմ ցանկությունն է դա ու ես հիմա բարի մաղթանք եմ ասում չէ ես կարծում եմ որ իհարկե դա էլ կասենք բայց 26 թվականը իսկապես լրջագույն սպասումների տարի է ընդ որում բոլոր տեսակի քաղաքացիների համար բոլոր տեսակի պատկերացումներ ունեցող քաղաքացիների համար սպասումների տարի է բայց այդ սպասումները որքանով կարդարանան որքանով ոչ չգիտեմ ես կցանկանայի որ որոնք որ վերաբերելի են մեր պետությանը անկախ ամեն ինչից քաղաքական դաշտում ինչ կկատարվի որոնք որ վերաբերելի են մեր պետությանը անպայման իրականանան որովհետև
նախ ակնկալվում է Միացյալ Նահանգների փոխնախագահի այցելությունը։ Եվ ունենք 2-3 շատ կարևոր Միջոցառումներ, այո, կոպ Եվրոպական կոպ 17 եւ նմանատիպ բազմաթիվ շատ միջոցառումներ։ կարևոր, իսկ այդ միջոցառումները ընդհանրապես հավաքույտներ չեն, դրանք նախ ինչ որ բաների մասին են եւ ինչ որ բաներից առաջ են։ Եվ հարգանք մեր երկրի հանդեպ։ Այո, դա պիտի պետությունը այդքան բան ունենա, որ ասի ես կարողանում եմ ձեր բոլորի անվտանգությունը ապահովել ու այստեղ ձեզ պետք է հասկացնել ոչ թե մեկ այլ վայրում։ Սա հեղինակության բարձրացման մասին է ու գիտեք ինչ, այս դեպքը եզակի չի, որովհետեւ Հայաստանը արդեն սկսել է լավ փորձ հավաքել նման միջոցառումներ կազմակերպելու միջազգային աչքի առաջ, հա, ասենք բանի ընտրություններն է լինելու, ես հույս ունեմ, որ լավ կանցնի Եվ լավ գնահատականի կարժանանա։ Ամենակարևորը, գիտեք, ես այն ավել բան չեմ ասի, այդ համերաշխություն ասված համընդհանուր բան դա չի լինում, դա դնենք մի կողմ, ես ցանկանայի որ թշնամանքի չվերածվի, որովհետև երբ որ մարդու հետ մի բան խոսում ես ու ինքը հակառակ մտածելակերպի է լինում, չգիտես ինչի չարանում է, որ դու իր նման չես խոսում։ Ու դառնում ես իր թշնամի։ Մի վիրավորեք, ախր տեսեք ոնց է, մենք հայ մարդիկ ենք, եթե դու վիրավորում ես ինձ, ես ստիպված եմ լինելու պատասխանել։ Իսկ դա մեզ լավ տեղ չի տանում։ Հետո դու ավելի ես խորը նեղված լինելու վիրավոր, հետո ես դա լավ տեղ չի տանում, ինչ եք մեզ զորով գցում այդ դաշտը։ Ինչի համար։ Որովհետև ինչ որ մարդիկ որոշել են, որ սենց կարելի է կամ նենց կարելի է, մենք էլ ենք շատ բան որոշում։ Իսկ որոշումները ընդհանուր առմամբ 26 թվականին կհասնենք թղթին։ Ամեն դեպքում ես վստահ եմ, որ բան էլ կարևոր։ Այստեղ Թրամփը ես քեզ ընդհատեմ գնել ջան կներես, մի հատ շատ կարևոր հանգամանք էլ կա։ Մանավանդ 26 թվականի համար դա մեր երկրի համար ճակատագրական ընտրություններ է լինելու ու սիրելի ժողովուրդ, սիրելի ընտրողներ, հիմիկվանից ձեզ տրամադրեք, որ այդ օրը դուք տրամադրելու եք ձեր պետությանը ու գնացեք ընտրությունների ուսումնասիրեք բաները, քաղաքական հետագիծը, ուսումնասիրեք առաջարկվող ծրագրերը եւ համեմատեք այն վստահության հետ, որը ունեք տվյալ քաղաքական ուժի հանդեպ, որովհետեւ իսկապես մեր ամեն մեկից ձայնից կախված է լինելու պետության ճակատագիրը։ Մենք շատ լավ գիտենք, առանձին վերցրած անձիկ կան, թե իշխող կուսակցությունում, թե ընդդիմադիրների դաշտում, ումոնց կարող եք չհարգել, չսիրել։ Իհարկե։ Բայց ընդհանուր քաղաքական թիմը իր ռազմավարական գործունեությամբ ծրագրերով ու դրանց կատարողականներով պիտի ավելի ձեր ուշադրությունը գրավի։ Չպիտի լինեն անձնական նախասիրություններ, որովհետև անձնական նախասիրությունների արդյունքում մենք արդեն կորցնելու եզրին ենք կանգնած եղել մեր պետությունը եւ 18 թվականին հազիվ կարողացել ենք փրկել այն, որովհետեւ եթե մենք 18 թվականին առաջ չլինեինք հեղափոխություն, վստահ եղեք, մենք 20 թվականից հետո լրիվ ուրիշ տեղ էինք ապրելու, իհարկե մեր էթնիկ վայրում գուցե բայց ինքը կներ հաստատ գուբերնիա, ուրիշ կարգավիճակում, ինչ ես վերջերս մի տղա եմ գրում, հիմա սկսել եմ շփվել, որովհետեւ չի կարողանում մարդը adekvat գրել էր բա տեսնում ես Չեչնիան ոնց ռուսների մռութը ջարդեցին մի կտոր ժողովուրդ էին կամ չգիտեմ արաբական աշխարհում ժողովուրդ ջան սենց մանիպուլյացիաներ ձեր ականջին կաթացնում են ես գիտեմ որտեղից է գալիս բայց օրինակ Չեչնիան Ռուսաստանի մռութը չի կոտրել ընդհակառակը Չեչնիան որտեղ է հիմա արդյունքում ինչ ունի այ դա հենց տակարյունության հետևանքն է այսօր անգամ սուվերենիտետ չունի Նա ինչ-որ ավտոնոմնի ռեսպուբլիկա է, ոնց որ կարող է լինել ինքնավար մարզ, ինքն էլ որոշակի ինքնավար պետություն է։ Շատ էլ թե պրեզիդենտ ունի։ Շատ էլ թե պրեզիդենտ ու հենց հիմա շատ չեչեն տղերք, երիտասարդներ զոհվում են ուկրաինական ճակատում։ Վաղը եթե անհրաժեշտ լինի, որ զոհվեն օրինակ Գերմանիայում, կզոհվեն Գերմանիայում, մենակ նրա համար, որ ինչ-որ մի հատ լրիվ ուրիշ ազգի մարդ, ինչ-որ կապրիզներ ունի, անունն էլ Պուտին է, Կարամ Պուտին չլինի, ուրիշ լինի, Վանյա լինի, բայց դա քո պետության բաները չի, հարցերը չի։ Հիմա մենք ունենք պետություն, մենք այդ պետության, գիտես խնդիր կա, մենք այդ արժեքը չենք գնահատում, որովհետև չգիտենք ոնց են գնահատում։ Չգիտենք։ Այո, ես սեպտեմբերի 21-ին անկախության օրը, նոր մեր Արայի հետ դա էինք զրուցում, անկախության օրը, ասի լավ, դերասան եմ վերջո, ու ինքս էլ կարոտել եմ այդ կյանքին, էլի, մի հատ, ոչ թե գրառումով շնորհավոր եմ, մի հատ բանաստեղծություն կայնագրվեմ,
անկախության վերաբերյալ։ Ոչ միայն Հայաստանի անկախության, առհասարակ անկախություն գաղափարախոսության։ Գիտես ինչ ստացվեց։ Չկար։ Անկախության վերաբերյալ բանաստեղծություն չկար։ Չէ, կային որոշ բաներ, կային որոշ բաներ, որ այն դպրոցական, ոչ թե դպրոցական ազատություն գոչեցի, թող որոտային գլխին։ Դա արդեն դա անկախություն գաղափարախոսությունը չի։ Դա լրիվ ուրիշ բան է, այտենց կարենք դնենք, բանը նայենք, Ուիլյամ Վոլլեսի կինոն նայենք։ Չէ, ֆիդո։ Այդ գաղափարախոսությունը չի պրոպագանդվել մեզ մոտ։ Մենք ամեն օր չենք կերել այդ գաղափարախոսությունը, թե անկախությունն ինչ է։ Հասկանում եք։ Ասեմ ավելին, հետո մի փոքր էլ կենտրոնացա, տեսա որ անկախության մասին երգել չկա։ Կան երգեր, որտեղ անկախություն բառը կա, բայց անկախության մասին վերաբերյալ երգ չկա։ Ասեմ ավելին, անկախության մասին ներկայացում չկա։ Ասեմ ավելին, անկախության մասին կտավ կամ քանդակ չկա։ Չկա։ Բայց մի վագոն մտավորական կա։ Եվ կոմունիզմի մասին։ Մի վագոն մտավորականներ մուրճ ու մանգաղով նստած կյանքներս են ուտում, մեզ պատմում են, թե իբր մեր պատմությունն ինչ է, ու շատ նեղվում են, երբ որ ասում ես դա այդքան էլ տենց չի։ Համաձայն եմ։ Գիտեք, երբ այսինչ, ինչ որ լիքը անուններ իրանք գիտեն։ Ու շատ դեպքեր գիտեն։ Սրանք կպցնում են իրար, թողնում են խելացի տպավորություն, ու տենց իբր իրենք դաշնակներ, էլի ասենք, ինչ ասես այդ մարդկանց, ինչ ասես։ Ու այսօր էլ այդ նույն մտավորականներից կան, մեր եկեղեցին մենք պետք է, խնդրեմ եկեղեցին, 5-րդ տարին է, մենք ավելի շատ նզովք ենք լսում ու անեսք, քան օրհնանք ու աղոթք։ 5-րդ տարին է։ Հեսա էլի բանը շողակատներ փակվել է, հեսա էլի կասեն հանրայինով կտրիշներսյանին ցույց տան, փորձով են ցույց տան։ Գնել։ Փորձով մի րոպե լարվել եմ։ Մենք հասկացա լարվել է, տոնական է։ Ասեմ ավելին, հենց հիմա սեղանների շուրջ մարդիկ ասում են շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Չէ՞։ Իսկ ո՞վ է ծնունդը շուտ շնորհավորում։ Անկամ ընդունվեց չի։ Ո՞վ է շուտ շնորհավորում։ Խիայդ այդ մտել մեր խոսակցության մեջ։ Վստահ եք, որ 50 տարի առաջ մարդիկ իրար շնորհավորում էին այդպես։ 100 տարի առաջ, դրանից ավելի խորը չգնամ, որովհետև այն ժամանակ հայկական օրացույցով ուրիշ օրեր էր ու բնականաբար հին տոմարն էր։ Բայց կներեք, ինչ անշակում շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Այդ դրա համար էլ մենք նոր տարվան ուտուշ խմուշի սեղանի վրա նստում ենք։ Իմիջայից ես շատ եմ սիրում նոր տարին հենց իր սեղանների համար, ես չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր շատ են քննադատում նոր տարվա սեղանն ու ծախսերը։ Բայց մենք նստում ենք որովայնի, ֆիզիկականի հետ կապված սեղանի շուրջ ու խոսում հոգևոր սնունդի մասին։ Սրանք իրար հակասող բաներ են, սրանք տարբեր բաներ են։ Մենք պիտի ճիշտ տրամադրության մեջ լինենք։ Ճիշտ լադի տակ պիտի լինենք, զգայունական դաշտի մեջ պիտի ճիշտ լինենք, որ տեղ հասնի, մենք չենք կարա ախպեր ջան, բերաններս լիքած ենք շնորհալու սուրբ ծնունդ։ Տենց չի լինում, սուրբ ծնունդը դրա հետ կապ չունի։ Նոր տարին ունի, նոր տարին լավ պետք է հաց ուտել, խմել, քեֆ անել։ Խոսքդ կտրեմ։ Այդ դրա համար արժե զրկվել է դա, մենք խոսքդ կտրեմ շուջուխով։ Լավ է։ Նոր տարվա սեղանի լավագույն բաները։ Աշիլյանի լավ չգնացին, փեթակից։ Որ հիշում ես եղապոտ։ Այն շատ լավ է։ Շուջուխով թե բարձրոտ։ Ասա։ Նոր տարվա ամանորի այդ սեղանների բանից արի մի քիչ խոսանք։ Խոսենք։ Ընդ որում գիտես ինչ։ Ես գլխանց ասեմ, հանկարծ խնդրում եմ բդին անուն չտնեք։ Ես Միատ լավ հումոր կա։ Ասում է, դե իհարկե ինքը վերաբերում էր սովետական ժողովրդին, բայց այս ամեն ինչը ուներ պատճառահետևանքային կապեր։ Սովետական ժողովուրդը, այսինքն սովետի տարիներին, դա եկել հասել է մինչև մեր օրերը, իդեպ։ Ուրեմն իրանք մի ամիս իմ ծնողները, քո ծնողները, իրանք մի ամիս
տանջվում, չարչարվում է այդ օրվա համար։ Մի ամիս։ Մի ամիս գնումները ամառը խոպանից գալուց գրիլյաժը բերում էին։ Դե ավելի խորը բանկի մեջ։ Զակատ անկյունում այո որ հանկարծ զակատ տենց եմ սովորել անել։ Ընդ որում ես սովորել եմ զակատ բացել։ 6 տարեկանից զակատ անել եմ սովորել, որ գրիլյաժ թռցնեմ։ Ընդ որում եւ ինչի էր այդ խորհուրդը կարեւոր, այդ սեղանը կարեւոր։ Ասենք մենք գնում էինք մի շաբաթ առաջ նոր տարուց, գիտեինք, որ խանութներում տալու են միս։ Ու դու կհավատաս, որ մենք խանութի առաջ գիշերը կրակ էինք վառում, հերթ էինք պահում, ձեռքերի մեջ գրած, այն սովետեն հին ժամանակներն ձեռքների մեջ գրած, որ ամեն մեկը կարողան 2-3 կիլո միս առներ, որ այդ նոր տարվա դե հիմա ասա, դու պատկերացնում ես այդ մարդու համար, այդ նոր տարվա սեղանի խորհուրդը նա է, որ ինքը ճարել է, կանաչ կարող, սալատը կլնի ուրեմ, չէ, առանց կանաչ կարող ես սալատը չինի, միս, ձմեռորով կանաչի, տոլմա կլնի, միսը որ կա, էլ չեմ խոսում այն ժամանակներում շատ ավելի հարգի էր, շատ ավելի ճոխ էր այն սեղանը, որի վրա կար բուդ, բայց բուդ է այդ վաղտերը կար, բայց էլ եմ ասում, դա սույպիտ, ապրես, ես ուզում էի իշեիտ, որ չինովնիկն է, պայեստապետի, իրան հարգող պայեստապետի, պայեստապետի տուր ավելի շատ բակար կան սույպետի, ու ինչ էր, այսինքն, հա էլ 2-3 շաբաթ առաջ կրում էին, որ այդ սեղանը ունենար տեսք, էդի ոչ թե ինչ-որ սովածության բաններ, չգիտեմ ինչ էր, չէ, ժողովուրդը սոված չէր, ի վերջո հայ ժողովուրդը նաև եղել է ճարպիկ, ավելին ասեմ, սովի տարիներին, են, բանը համաշխարհային պատերազմի երկրորդի սովի տարիներին մեր ժողովուրդը սով չի տեսել։ Նո, տեսել է, բայց այն սովի այն իմաստով, այն որ Ուկրաինայում, Բելարուսում կոտորվում էին ժողովուրդը, այտենց սով չի տեսել, շատ ներողություն։ Բանը ուկրաինացին ինչ գիտի ավելուկը ինչ է, իր ոտի տակ աճում է, հեն է։ Բայց իր համար դա մոլախոտ է։ Բայց հայը իր համար բացահայտի անը այդ ավելուկը իր վիտամիններով, իր սննդային արժեքով, ամեն ինչով, ամեն ինչ մեջը կա, հələ դու փորձի ասենք մի սենց աման ավելուկ էր, 6 ժամ չես սովածանա, ես ավելուկով ճաշն եմ սիրում, տապակա չեմ սիրում, նաև չէ, տապական էլ է լավը, ճաշն էլ է լավը, դու գերադասում ես էդի, գերադասում եմ, բայց ընդհանուր առմամբ ճաշերի ղենից ես ջրիկ ճաշից այնքան էլ սեր չունեմ, ես չորակեր մարդ եմ, ուրեմն որ ավելուկը տապակած սիրես, ու ես սիրում, չէ, բանջար չեմ սիրում, մի խոսքով ես իմ օրգանիզմը ոնց որ չեմ հարգում, այսքան լավ, դու տես մսակեր մարդ ես, ես սխալ սնվող մարդ եմ, ես դա ընդունում եմ, բայց, կեչես ինչ-որ սենց շրջանում շատ են սիրում հումորով վերաբերվել բդին, որը մեր ավանդական, այդ մի ավանդույթը պետք է միշտ պահել, կարող են ոչ մի բան չառնել, բայց բուտ պիտի առնել, ասենք ոչ մի 300 տարիա Միացյալ Նահանգներում հնդուշկա են դնում իրանց այլմանի օրին, չէ, մերն էլ թողնի բուդը ոչինչ, ախպեջան, չէ, կուտում իրանց հնդուշկեն մեր բդից մեծ է, էդ էլ ասենք, երաժշտությունով գալիս է ծմպապայում, բանա, բայց երբ որ հումոր էին անում, իմ ընկերներից շատերը տարբեր հումոր էին ալիքներով, ես միշտ եթե նախապատրաստական աշխատանքներին ստեղծագործական ներկայացնում, խնդրում եմ այդ թեմաները մի հումորորեք, որովհետև այո հաճելի է, երբ որ ամանորին սեղան կամ մարդկանց տները ու դու կարող ես առանց հարցնելու գնաս դուռը թակես, մտես ընդ որում կնեղանա, եթե փորձես սեղանի հիմա այնքան էդի ծաղրեցին, ոնց որ մի տեսակ շատ բան կորում է համոհը, լավ դուրներդ գալիս, ուզում եք գնաք ծաղկաձորում օրինակ մի 5 օր հանգստանաք այդ փողը, գնացեք, ով ես բան, բայց ինչ եք դուք, դա դարձնում ծաղրի իմիջայլոց, դա հենց այո հակահայկական պրոպագանդան է, շատերը անում են իհարկե չհասկանալով, բայց այն ժամանակ դա նաև ինչի համար էր արվում, օջախ,
Արի մի հատ նայեք մեր ազգականների։ երբ որ հումորով պիտի ներկայացնեն որևիցե անեկդոտի հերոսի անունները, Վարդանիկ։ Չէ՞։ Հա։ Լավ սիրուշ տոտա։ Փառանձեմ, բայց բացասական բաներով էին ասում։ Երբ որ պիտի ինտելիգենտ ներկայացնեն Վիջիցիլի, դառնում էր ռեսկի Ցիկին Օլյան կամ Անաստասիա, չգիտեմ ինչովնան։ Այսինքն արհեստականորեն մեր հայկական անունները, հնագույն անունները արժեզրկում էին։ Հայկուշ, հայկուի, որ եթե դուք չալարեք, ամբողջ ասեք, կտեսնեք ինչ, դուք մի հատ փորձեք արտասահմանցիների մոտ, եթե ունեք այդպիսի անուն, ասենք օրինակ Ծովինար, Փառանձեմ, նույն հայկույն, դուք երբ որ ձեզ հարցնում են, դուք փորձեք ասեք ձեր անուն, դուք տեսեք իրենց ականջով ոնց է դողդողում։ Որովհետև դրանք շքեղագույն անուններ են։ Մեր հայկական անունները ես ուշքս գնում եմ։ Ուշքս գնում։ Բայց այ հենց դրա արանքը դեգրադացեցին իմիջայլոց, արդյունք երբևէ այդ նույն սխալը արածների համար։ Այսօրվա դրությամբ ադրբեջանցիները, այսօր չէ, մի 15 տարի է, շատ են սիրում ասել, բա որ ես ինչա հայ է։ Բախի է անունը սենց կամ անունը նենց, բախի է այս հարցը կա։ Իհարկե իրենց մեջ էլ կան, որ այլ օտարաններ դեմ են, բայց դա շատ քիչ տոկոս է կազմում։ Շատ քիչ տոկոս։ Այո, մեր անունները եւ մեր ազգանուններն էլ պետք է վերանայվեն։ Ինչու՞ որ մեր ազգանունները առաջին մեր պետությունը օկուպացնելուց հետո հեն անիծեցին, դարձրեցին Գերդաստանները բսկտեց այդ բոլշևիկյան այդ խորհրդային միությունը, որի մասին 70 տարի երկելու քայլելու ուրա գոռացել։ Այսինքն քանդու քարապարս դեգրադացեց մեր գենը իսկական։ Դու գիտես, որ ոչնչացրել են բազմաթիվ դինաստիաներ։ Մարդու ազգանունը եղել է Դիցուկ Սողոմոնյան։ Ուրեմն գնացել է այս Սողոմոնի տղաները, գնացել են նոր ծնված երեխեքի բաները հանելու, հա, այդ մետրիկաները կամ ծննդականները հանելու, Ունդեղ, չգիտեմ, չէ, նույնիսկ ասել են լավ իրա պապու ազգանուն ինչ է, ասել է Կիրակոս, գրել են Կիրակոսյան։ Լենինի ներքին հրահանգն է եղել։ Այո։ Լենինի ներքին հրահանգը, պապու անունը տղին բանորանացը։ Ընդ որում այդտեղ հենց դրա համար հարցական առաջան, օրինակ ես Սարգսյանը։ Բայց բնականաբար չեմ կարող կապ ունենալ Սերժ Սարգսյանի հետ։ Բա տոհմածառը պիտի չորացվի, ապրես, եւ սրանից ավելի ուղիղ ճանապարհ այդ բանի ցեղասպանական մշակութային ցեղասպանական դրսևորման չկա։ Լավ, ո՞նց են Հայաստանում դեռևս կարողանում որոշ ուժեր պատտվեն ու այս թեզերը առաջ տանելով շահեն մեր մեծերի սրտերը ու ասեն մենք էլի պիտի գնանք այդ ճանապարհ։ Այ հենց ու այս ամեն ինչի մեղավորությունը բոլոր տեսակ կառավարություններն են հայաստանյան։ Ես այստեղ մեր իշխանություններին նույնպես ներառում եմ դրա մեջ, որովհետև մենք լյուստրացիա չարեցինք ու այդ լյուստրացիայի արդյունքում տեղի ունեցածը հավուր պատշաճի չմատուցեցինք։ Ընդ որում ես դրա համար մեր իրականության մեջ մենք կարող ենք տեսնել մեկին օրինակ ով բացահայտ նստած հրապարակային ձևով սատարում է տերորիստի։ Ընդ որում ես օրինակ կառաջարկեի մի հատ համազգային հարցում անցկացնեին կամ չեմ թող լինի ռեֆերենդում, արդյոք պետքա մեր ազգանունների հիմքում դնելով որ պետքա, բայց մենք ուզում ենք ձեր հան ու ոչը իմանանք, ձեր կարծիքը իմանանք, ազգանունների վերանայում Այդ ցավը տանեմ, ինչի պետք է Ղասաբ Օղլին դառնա Ղասաբ Օղլին։ Բայց այդ մարդը մեղադրելու չի կարող շատ մարդ, հա։ Հա, բան չունեմ ասել։ Իր ունենա ցանկություն քաղաքականության։ Իր հերը եղել է մսագործ, Ղասաբ, ինքն էլ Օղլի եղել է մսագործի տղա։ Այսինքն լավ այդ մարդու ազգանունը կարող լիներ մսագործյան, դիցուկ, բայց կարող ավելի սիրուն ազգանուն ընտրել։ Այդպիսի օրինակներ շատ կան։ Ու այս ես առաջարկում եմ կներես Մկրտչյան ջան, հա, մենք մեր երկրորդը մի 10 րոպե պահենք, հա։ Չէ, ինձ թվում է չէ, շատ նոր տարի օրը դարի մի 2-3 րոպե վամես ամփոփենք ու մեր բարեմաղթանքով գնանք։ Դե գիտես ինչ, լավ բաներ առաջարկեցինք։ Շատ լավ հիմք ենք դրել, որը որ հաջորդ տարի շարունակվելու է։ Անպայման։ Այսինքն նմանատիպ թեմաներ դեռ շատ կքննարկենք։ Սև ու սպիտակ էր, բայց տեսնում եք, դուք էլ համոզում եք, որ մեր ասելիքը հիմնականում սպիտակ է։
Սևը ընդամենը համադրություն է իրակու։ Մի արտարացի մկրչան ջան, քեզ Սև Սարոշկան շատ լավ կազմում։ Շնորհավոր Ամանոր։ Շնորհավոր Ամանոր, ես կցանկանամ, որ Հայաստանում խնջույքների սեղանները իսկապես թող լինեն, լավ առիթներ թող լինեն, իսկ Ամանորը ունի իր յուրատեսակ մոտեցումը, մենք ամեն տարի գալող տարվա վրա մեծ հույսեր ենք կապում, նպատակներ ենք ունենում։ Ասել, որ դրանք կարելի է որ 100%-ով իրականացնել, մենք կխաբենք իրար։ Բայց ես կցանկանամ, որ ամեն տարի հաջորդ նոր տարուն մենք մի տեսակ տխրությամբ հրաժեշտ տանք Անցած տարուն եւ ասենք լավ գոնե մյուս տարի էլի սենց լինի։ Ես էլ առաջարկում եմ թող այդ մեր սեղանների լիությունը, իսկ ես չեմ կասկածում, որ բոլորի սեղանները լիա լինելու, թող այդ սեղանների լիությունը անցնի ամբողջ տարվա։ Ամբողջ տարի թող մեր ժողովրդի սեղանները լի լինեն։ Ատի տենց, հա։ Տենց հնարավորություն ունենա մեր ժողովուրդը։ Մյուս տարվա ամանորյա ծրագիրը նկարելուց երկուսով մի կադրում չտեղավորվենք։ Թեկուս։ Շնորհավոր Ամանոր։ Շնորհավոր Ամանոր, կհանդիպենք։